Բարև ձեզ, Եվրոմեդիա 24-ի տաղավարում այսօր զրուցելու եմ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ, բարև ձեզ պարոն Զուրաբյան։ Բարև ձեզ։ Պարոն Զուրաբյան, առաջին հարցը ուզում եմ հետևյալ կերպ տալ։ Հայ ազգային կոնգրես կուսակցության օրակարգում այսօր ո՞րն է գլխավոր հարցը։ Կուսակցության օրակարգում կա իշխանափոխության հարց, թե պատրաստվում եք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Միանշանակ ակնհայտ է մեզ բոլորիս համար, ոչ միայն Հայ ազգային կոնգրեսի համար, որ Նիկոլ Փաշինյանը ազգակործան պատուհաս է, ինչպես շատ դիպուկ ասաց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ասենք հայկական Էլչիբեին է նա։ Ընդ որում Էլչիբեից ավելի բետար, որովհետև Էլչիբեը գոնե խիղճ ունեցավ եւ ամոթ ունեցավ եւ այդ պարտություններից հետո կորցնելով ընդամենը մեկ շրջան, դա էլ ասեմ, ընդամենը Քելբաջարը կորցնելուց հետո նա հրաժարական տվեց եւ իր ամբողջ կյանքը արդեն մի տարին որ գնաց իր գյուղում ապրեց, անցկացրեց հարբեցողության մեջ։ Այդքան խիղճ ուներ։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կորցրեց ինչ ասեմ, 15 անգամ ավելի շատ, այսինքն եւ բոլոր շրջանները, նույն Քելբաջարը, գումարած ամբողջ Ղարաբաղը, որը արդեն մեծ աղետ էր մեզ համար, որտեղ հայոց աշխարհը 1915 թվականից հետո եւս մի հատվածով պակասեց, դա ահավոր աղետ էր։ Իսկ քանից հետո այդ մարդը շարունակում է ոչ միայն կառավարել, այլ նաեւ մեզ տարել դեպի նոր աղետներ։ Հետևաբար իհարկե համար մեկ խնդիրը նրանից ազատվելն է, բայց այդ համար մեկ խնդիրը լուծելու համար բոլորս էլ հասկանում ենք, որ պետք են ինչ-որ նախադրյալներ։ Ինչը նկատի ունեմ։ Արդեն մենակ այն հանգամանքը, որ 20 թվականից հետո Նիկոլ Փաշինյանը հեռացված չի մինչև հիմա, նշանակում է, որ կան ինչ-որ գործոններ, որ թույլ չեն տալիս նրան հեռանալ կամ օգնում են նրան պահել այս իշխանությունը։ Ու այդ կան եւ արտաքին գործոններ իհարկե, որովհետեւ որոշ կենտրոններին նա իրենց համար շատ նպաստավոր իշխանություն է, ընդ որում վերջերս ամենաշահագրգռված կենտրոնները դարձել են Բաքուն ու Անկարան այս հարցում բնական պատճառներով, որովհետև ավելի մեծ նվեր դժվար է ուղղակի ունենալ, քան Հայաստանում Նիկոլ Փաշինյանի կառավարումը, բայց կան նաև ներքին գործոններ, օրինակի համար, հա, կարելի է նա հարց տալ, եթե այսքան ակնհայտ բաներ կան, ձախողումներ, աղետաբերես իր կառավարումը, ամեն ինչ վատանում է, կյանքն էլ է վատանում, արդեն այս հարկերը ճնշում են, մի հատ բնագավառ չկա, որտեղ ասենք կարելի լինի ինչ-որ հաջողության մի նշույլ տեսնել, պետական ինստիտուտները քայքայվում են, թվում էր թե պետք է ժողովուրդը արդեն վաղուց դուրս է գալիս լիներ փողոց, եւ ուրեմն հարց է, ինչու դուրս չի գալիս։ Դուրս չի գալիս մի պարզ պատճառով, ավելի ճիշտ ես երկու պատճառ կնշեի, առաջինը, որովհետեւ աչքի առաջ չունի այն այլընտրանքը, որով պետք է փոխարինի Նիկոլ Փաշինյանին եւ ասեմ ձեզ դա շատ լուրջ գործոն է եւ շատ լուրջ պահանջարկ, որովհետեւ ուղղակի փողոցում կարելի ասենց անցնել եւ ուղղակի մարդիկ մոտենում են, ասում են մի բան արեք, մի չգիտեմ մեկը թողելնի, տեսնենք լուրջ ուժա գնանք հետևից անենք բան, այս մարդուն հեռացնենք ուրեմն այդ այլընտրանքի բացակայությունն է եւ երկրորդը ժողովուրդը ինչ որ հաշվով պարտությունից հետո բավականին զգուշավոր է դարձել ինչ որ գործողությունների նկատմամբ, որ իր կարծիքով կարող են արկածախնդրական բնույթ կրեն, օրինակի համար կամ ապակայունացնեն վիճակը, որը ել ավելի մեծ բաներ աղետներ կբերի Հայաստանին, կամ էլ ստեղծեն մի
իրավիճակ, երբ որ խաղաղության գործընթացը այսպես կոչված կարող է պայթել։ Այս ամեն ինչից վախենում են։ Փաշինյանին մի բանում այս ամեն ինչից հետո հաջողվել է որոշակի մեր հասարակության հատվածին խաբել, այսինքն ինքը այդ պատրանքը դեռ պահում է ժողովրդի մեջ, մեր հասարակության մեջ, որ ինքը այնուամենայնիվ Հայաստանը տանում է խաղաղության ճանապարհով։ Իհարկե, փաստերը լրիվ այլ բան են վկայում։ Գիտեք, երբ որ դու հայտարարում ես, որ արդեն Ադրբեջանի հետ զիջելով իրանց բոլոր պահանջներին համաձայնեցրել ես խաղաղության պայմանագրի տեքստ եւ դրան հետևում է հայ-ադրբեջանական սահմանի վրա լարվածության բարձրացում եւ կրակահերթեր, ընդ որում Ադրբեջանի կողմից ակնհայտ ագրեսիայի պատրաստակամություն, հասկանալի է, որ այս ամբողջը խաբեություն է։ Բայց ժողովուրդը այնուամենայնիվ փորձում է կարճել այդ վերջին հույսից, որ այնուամենայնիվ Նիկոլը իր բոլոր ձախողումներից հետո կլինի այն մարդը, որ կբերի Հայաստանը դեպի խաղաղություն։ Դա այդպես չի լինի։ Նիկոլի գոյությունը այս երկրի ղեկին հրավիրում է ադրբեջանական ագրեսիան եւ ոչինչով չի ավելացնում մեր անվտանգությունը։ Բայց այս խնդիրները կան եւ այստեղից մի եզրակացության եկեք գանք, որ առաջնային խնդիրը ստեղծել մի այնպիսի լուրջ քաղաքական ուժ, որը ղեկավարվելու է իրատեսականությամբ, հատկապես խաղաղության հաստատման գործում, որը այնուամենայնիվ վախենալու չի լինի ժողովրդի համար այն առումով, որ կարող է վերադարձնի այսպես կոչված հին թալանի ժամանակները։ Սա ժամանակ է պահանջում։ Սա գործ է, մենք բանակցում ենք, հիմա դուք կոնգրեսից եք հարցում, մենք բանակցում ենք տարբեր ռացիոնալ ուժերի հետ, հա, իրատեսական մտածողություն ունեցող կամ դրան մոտեցող ուժերի հետ, փորձում ենք ստեղծել այդ մեծ համախմբումը, որը հույս կներշնչի մեր ժողովրդին, որ այնուամենայնիվ կա ինչ-որ քաղաքական ուժ, որին կարելի է վստահել մեր երկրի կառավարման ղեկը եւ ապագան։ Հենց այս թեմայի հետ կապված երեք նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է արտահայտվել, ասում է, որ խոսքը ընդդիմության կոնսոլիդացիայի մասին է եւ ասում է, որ կոնկրետ նպատակի շուրջ հնարավոր է կոնսոլիդացնել։ Օրինակ, դուք Հայ ազգային կոնգրեսը, Հանրապետական կուսակցությունը, երկրորդ նախագահի քաղաքական թիմը հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գաղափարի շուրջ համախմբվեն եւ մեկ ճակատով հանդես գան։ Դե դուք գիտեք, որ մենք քաղաքական թշնամի ենք եղել։ Այո։ Երկար տարիներ, բոլորը գիտեն դրա մասին։ Ամենածանր մեղադրանքներն ենք ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին իր կառավարման օրոք եւ իդեպ այդ մեղադրանքներից մենք հետ չենք կանգնում եւ համարում ենք, որ այդ ամեն ինչը ճիշտ էր եւ իր սխալ կուրսը Ղարաբաղյան խնդրում եւ այդ ցեղասպանության ճանաչման գործում որդեգրած իր քաղաքականությունը, որը լրիվ հակառակ էֆեկտներ տվեց եւ վերացեց այդ ցեղասպանության խնդիրը տենց քաղաքական առևտրի, որը շատ վատ հետևանքներ ունեցավ Հայաստանի համար եւ դեմոկրատական գործընթացների վերաբերյալ, այսինքն հակադեմոկրատական գործընթացների առումով մեր քննադատությունը նրա եւ բազմաթիվ մեղադրանքներ ենք ներկայացրել, բայց մենք նաեւ հասկանում ենք եւ եթե հիշում եք առաջին նախագահ 2021 թվականին այդ ճկունությունը ցույց տվեց, որ երբ որ դու ունես լրիվ մի կործանարար ղեկավար եւ նրա հերացումը ուղղակի առաջնախնդիր է նրա համար, որ դու կարողանաս առնվազն գոնե պետականության պահպանման հարցը լուծես, ինչ որ տենց հակասություններ, նախկին թշնամություն կարող է մի կողմ դրվել հանուն բանի, ասենք, ավելի կարևոր նպատակի լուծման։ Բայց այն ժամանակ իրենք չհասկացան եւ մերժեցին այդ
առաջարկը, ընդ որում առաջարկը այդպես էր կառուցված, որ երաշխավոր էր, որ 3 նախագահները իշխանության գլուխ չեն գալու։ Այսինքն դա մի կողմից Նիկոլ Փաշինյանից պրծնելու առաջարկ էր, մյուս կողմից առաջարկ էր, որի իրականացման դեպքում ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը այլևս իշխանության մեջ չէին լինի։ Բայց ամբիցիաները թույլ չտվեցին այն ժամանակ ընդունել այդ առաջարկը։ Եվ ես կարծում եմ, որ հիմա այնուամենայնիվ արդեն դրանք ուշացած ջանքեր են եւ մենք պետք է փնտրենք այնպիսի քաղաքական միավորման ստեղծման այդ հեռանկարը, որտեղ այնուամենայնիվ այդ մարդիկ ներկայացված չեն լինի։ Այսինքն իհարկե չի կարելի շղթել, որ նա ունի իր էլեկտորատը, հիմնականում տենց ծայրահեղ ազգայնական ուժերի մեջ եւ շատ նորմալ է, որ ինքը գնա այդ ճանապարհով, գնա իր էլեկտորատի հետ առաջ։ Մենք այնուամենայնիվ պետք է կառուցենք մեր ընտրարշավը, ես նկատում եմ մեր կոնսոլիդացիայի, մեր համախմբման ընտրարշավը ավելի ռացիոնալ, իրատեսական մոտեցումներ ունեցող զանգվածի վրա, որը ես կարծում եմ ազգի կորիզն է լինում սովորաբար, եւ այո, հասնենք նրան, որ Նիկոլ Փաշինյանը հեռացվի։ Հիմա կխանգարենք իրար այդ հարցում։ Ես չեմ կարծում, որովհետև իրանք ունեն իրենց թիրախը որպես ընտրազանգված, մենք ունենք մեր թիրախը որպես ընտրազանգված։ Եվ ես մի բաներ եմ ուզում ասել այս կապակցությամբ։ Նայեք, վիճակը իրականում հասել է նրան, որ եթե 21 թվին չարած փոքրագույն որպես ժողովուրդը ընտրեց Քոչարյանի միջև եւ Նիկոլ Փաշինյանի միջև, ասենք Նիկոլ Փաշինյանին, այս անգամ շատ հավանական է, եթե մնա այդ նույն երկընտրանքը, էլի այսպես ասած ընտրություն չարյած փոքրագույնի համար կամ երկու չարիքի միջև փոքրագույնի, այս անգամ կարող է ընտրեն Քոչարյանին, բայց արդյոք մեր ժողովուրդը արժանի է նման, ինչ ասեմ, ընտրանքի, այսինքն արդյոք մենք չենք կարող առաջարկել ժողովրդին մի քաղաքական համախմբված ուժ, որը ունի պլատֆորմ, որը ունի ուղղություն, որը ունի նաև երկիրը կոռուպցիայից փրկելու ծրագիր, նաև խաղաղության կառուցման ծրագիր, անվտանգության ապահովման ծրագիր, որը ժողովրդի համար լինի ընդունելի եւ ընտրվի ոչ թե որպես չարյած փոքրագույն, այլ ընտրվի որպես մի բան, որ ժողովուրդը իսկապես ուզում է։ Հիմա երկրորդ եւ երրորդ նախագահների քաղաքական թիմերը շատ սուր են արտահայտվում միմյանց նկատմամբ, ընդհանուր մինչև նաեւ շատ դեպքերում հայոյանքներ, պարոն Զուրաբյան, եւ իրար մեղադրում են Նիկոլ Փաշինյանին բերելու մեջ։ Քոչարյանականները պայմանական ասած ասում են, որ դուք հանձնեցիք իշխանությունը Նիկոլ Փաշինյանին, ուրեմն դուք եք բերել, հանրապետականներն էլ ասում են, բայց ձեր մարդիկ, ովքեր հիմա ձեր շարքերում են, հա, այդ մարդիկ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հետ նույն հարթակում էին կամ նույն հրապարակներում էին։ ՀԱԿ-ը որպես կողքից դիտորդ, այս հարցի հետ կապված ինչ դիրքորոշում ունի, ով է բերել Նիկոլ Փաշինյանին։ Գիտեք, մենք ասենք սկզբունքորեն կարանք եւ չարախնդայինք, հա, այս վեճի վրա, որովհետեւ ես ուզում եմ հիշեցնեմ այն ժամանակները, երբ որ այդ երկու թիմերը պնդում էին, որ Նիկոլ Փաշինյանը մեր հոգեզավակն է, հա։ Այո։ Որը բացարձակ սուտ էր, բայց իրանք այդ պնդում էին։ Հիմա պարզվում է, որ սկսել են իրար մեղադրել այդ նույն գործում։ Նիկոլ Փաշինյանը երբեք մեր հոգեզավակը չի եղել։ Նիկոլ Փաշինյանը ընդամենը 2007 թվին ի թիվս այլ 24 քաղաքական ուժերի եկել է պաշտպանել
Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը եւ մեր մեղքը պատմության առաջ Նիկոլ Փաշինյանի առումով, ասենք կարանք համարենք միայն այն, որ ինքը ընդգրկվելով մեր Հայ ազգային կոնգրեսի ցուցակի մեջ, ասենք կարողացավ անցնել պարլամենտ, որից հետո միանգամից խզեց կապերը մեր հետ, այսինքն այն գլխից երևաց, որ Փաշինյանը իրականում բանը օգտագործեց կոնգրեսը ընդհանրապես որպես ասենց ասեմ պլատֆորմ, որ կար տրամպլին, որ մտնի ազգային ժողով, որից հետո ինքը լրիվ պարզվեց լրիվ անսկզբունքայնորեն դադարեցրեց այն, այսինքն պարզվեց, որ ինքը ոչ մեր գաղափարակիցն է, ոչ մեր պատկերացումները ունի, ասենք նույն Ղարաբաղի հարցում, որտեղ դարավ դրանից հետո ինքը դարավ ամենամեծ ոչ մի տիզականը։ Այսինքն մեր հետ ինքը ասում եմ զուտ այնքանով կապ ունի, ինչքանով ասենք որևէ քաղաքական ուժ կարող էր ունենալ, եթե 2008 թվին գար օգնելու Տեր-Պետրոսյանին իր ընտրական պայքարում, բայց մնացածները իրան բերել են իշխանության։ Այսինքն մենք ոչ երբեք իրան վարչապետ չենք տեսել, իսկ այդ ուժերը, այդ այսօր իրար հետ կռվող ուժերը, իրանց ներկայացուցիչները պարլամենտում 2018 թվականին քվեարկել են վարչապետ դառնալու համար մայիսի 8-ին, եթե հիշում եք։ Աջակցել են, ոմանք եղել են իր կառավարության այդ հեղափոխական կառավարության մաս։ Ասենք ու այդ մարդիկ երբ որ սկսում են մեզ մեղադրել Փաշինյանի համար, ուղղակի բան է, մեր իհարկե խնդալն է միայն գալիս, որովհետև ես ասացի մեր առնչությունը ինչ է եղել, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը հետո դավաճանել է մեր թիմի, այսինքն քաղաքական սկզբունքներին, մինչդեռ իրենք, այսինքն Նիկոլ Փաշինյանը մեզ էր աջակցում, հետո դադարեց աջակցելը, հա, այս է եղել մեր առնչությունը։ Իսկ իրենք աջակցել են Նիկոլ Փաշինյանին։ Եվ սա լրիվ ուրիշ պատկեր է, բայց ամեն դեպքում հիմա մենք չպետք է մտնենք այդ մեծ վեճերի մեջ, ես կարծում եմ, այստեղ գլխավոր հարցը այն է, որ արդեն Փաշինյանը այնքան ակնհայտ ձախողակ է բոլորի աչքերում, որ բոլորը փորձում են գոնե իր կառավարման համար պատասխանատվությունը գցել մեկ այլ ուժի վրա։ Ուսած ասեմ, դա առաջին էտապն է, երկրորդ էտապը այնուամենայնիվ պետք է լինի այն, թե ոնց ենք հեռացնում իրեն։ Հիմա իրենք իրենց մեթոդները ունեն, մենք մեր մեթոդները ունենք եւ երևի պետք է մեր պահվածքն լինի, որ մենք իրար չխանգարենք այդ գործը անելու մեջ եւ ի վերջո հասկանանք մի բան էլ Ադրբեջանը օգտվում է այս մեր ներքին պառակտումներից, մենք հիմա դարձել ենք մի հատ շատ պառակտված, բզկտված երկիր, ընդ որում այդ պառակտվածությանը եւ բզկտվածությանը նպաստում է ինքը Նիկոլ Փաշինյանը, որը արդեն սկսել է մեր ժողովրդի տարբեր հատվածների միջև սերմանել ատելություն եւ հակասություններ, այդ միշտ թշնամու պատկերը կամ կերպարը ունենալու աչքի առաջ ունենալու սկզբունքով եւ դա պետք է հաղթարել։ Մեր ազգը երևի երբեք այսքան մեծ կարիք չի ունեցել համախմբվածության, քան այսօր։ Կոնսենսուս -1-ով, այսինքն բոլորն ընդդեմ Փաշինյանի։ Չէ, եթե կոնսենսուս -1 ասելով մենք հասկանում ենք, որ բոլոր ոչ նիկոլական, այսպես ասած, կամ հականիկոլական ուժերը պետք է միավորվեն, ես չեմ կարծում, որ դա հնարավոր է։ Չեմ կարծում առաջին հերթին այն պատճառով, որ չի կարող քաղաքական որևէ ուժ հասնել արդյունքի անգամ համախմբված, եթե նրա միավորող միակ նպատակը դա Նիկոլ Փաշինյանի հեռացումն է կամ ինչ-որ մեկի հեռացումը։ Դրա հետևում կանգնած լինի պոզիտիվ ուղերձը, այսինքն օքեյ, հեռացնում ես ինչի համար, այդ ինչի համարը պետք է ձևակերպված լինի, այդ ձևակերպվածը կյանքում իրականացնելու համար պետք է ստեղծվի արդյունավետ թիմ, որը նաև ժողովրդի աչքերում
կլինի վստահելի եւ հուսալի գործընկեր, որին ինքը կուզի ընտրել, որտեղ ինքը կտեսնի, որ գիտեք կա Փաշինյանի անկումը, Փաշինյանի անկումից առաջ ժամանակաշրջանը լավ, այդտեղ մենք կարող ենք միավորված լինել, բայց Փաշինյանի անկումից հետո ժամանակաշրջանը ինչ ելնելու։ Եթե այդ թիմը ստեղծված չի, դա նշանակում է մենք Նիկոլ Փաշինյանին ուզում ենք փոխարինել քաոսով։ Եվ մեզ դա պետք չի։ Մեզ պետք է Նիկոլ Փաշինյանին փոխարինել ինչ-որ լավ բանով, ինչ-որ մի լավ կառավարիչների թիմով, որոնց ժողովուրդը կհավատա, որոնք կարողանան ժողովրդին հույս, վստահություն ներշնչել երկրի զարգացման առումով եւ անվտանգության ապահովման առումով։ Այնպես որ սա շատ կարեւոր է, որ կոնսենսուս -1 սկզբունքը ես դրա համար չեմ համարում աշխատող։ Իրականում ես այսպես կասեի, մենք չենք կարող արհեստականորեն ստեղծել շատ ընդհանրացակ կոնսենսուս։ Մենք կարող ենք որոշակի կարևոր սկզբունքների շուրջ, որոնք պետք է արտասանվեն, մատուցվեն մեր հանրությանը, ստեղծենք քաղաքական ուժերի համախմբում եւ այդ սկզբունքների մեջ անպայման տեղ պետք է ունենա օրինակի համար ռազմավարական մտածողության, պլանավորման եւ իրատեսության սկզբունքը, որպես անգամ ես կասեի սկզբունք համար առաջին։ Մեր ժողովրդի այս մեր աղետների, ազգային աղետների գլխավոր պատճառը ռազմավարական մտածողության պակասն է եւ իրատեսականության պակասը։ Սա ահավոր խնդիր է։ Երբ որ դու չունես այդ քաղաքական մտածողությունը, որը քեզ թույլ է տալիս հաշվարկել քո ռեսուրսները, հաշվարկել հակառակորդների ռեսուրսները, եւ ներքին, եւ արտաքին, եւ համապատասխան դրան կառուցել ստրատեգիա, որը, ասենք, կառուցված է ըստ քո ռեսուրսների, դա նշանակում է դու դատապարտված ես աղետի, որտեղ պատմության մեջ վերցրեք ցանկացած ազգ։ Այն բոլոր ազգերը, որոնք իրանց ռեսուրսներից ավելի վեր գնացող, ավելի մեծ ամբիցիա ունեցող ստրատեգիա են կառուցել, կամ ընդհանրապես ստրատեգիա չեն կառուցել, նրանք պարտվել են։ Նրանք եկել են բանի կործանման։ Ասենք բանի այդ թուրք-հունական պատերազմը, երբ որ հունները շատ ուժեղ էին, թուրքերը շատ թույլ էին, բայց հույները որոշեցին, որ իրանք կարան միջև Անկարա գրոհեն։ Մինչդեռ եթե ճիշտ հաշվարկեն իրանց ռեսուրսները, այսօր փոքր Ասիայի այդ արևմտյան ափը կլիներ Հունաստանի կազմում։ Բայց իրենք գնացին բան ասենց հերոսական, առավելապաշտական կոչերով առաջ եւ կործանվեցին այդ պատերազմում, թույլ տվեցին, որ Քեմալը ստեղծի նորից ուժեղ Թուրքիա եւ այլն եւ այլն։ Մենք հիմա մենք նույն ճանապարհով ենք անցնում։ Մենք եթե հասկանանք, որ մեր ռեսուրսները դեպի ուր է հերիքում, եթե հասկանանք, որ ու դա Տեր-Պետրոսյանը ասում էր, որ էսա մեր ռեսուրսները, մենք Ղարաբաղը ազատագրեցինք, Ղարաբաղը Հայաստանին կապող շրջանները կպահենք, Ղարաբաղը կպահենք, մնացածը դիտանք։ Բայց մեր առավելապաշտները ասացին, չէ, միջև վերջ պետք է գնալ։ Փաշինյանը եկավ, ընդհանրապես արդեն գնաց այդ տարբերակով նոր պատերազմներ, նոր տարածքներ, այդ սկզբունքով եւ այլն։ Դա է մեր կործանումների, մեր աղետների գլխավոր պատճառը։ Հենց որ մենք սովորենք հաշվարկել մեր ռեսուրսները եւ համապատասխան դրան ստրատեգիական պլանավորում ունենանք, մենք կունենանք հաջողություններ։ Այն ինչ որ մենք ունեցանք 90-ական թվականներին։ Հասկանում եք, այս ամենակարևոր բանն է։ Ու դրա համար մեզ պետք է միավորել հենց այդպիսի ուժերին, որոնք գիտեն ինչ նշանակում քաղաքական իրատեսականությունը, ռեալ պոլիտիկը, գիտեն, որ աշխարհում այնուամենայնիվ ռեսուրսներն ու ուժն է տիրապետում, ոչ թե միջազգային իրավունքն ու արդարությունը։ Այս բոլոր ուժերին պետք է միավորել, ստեղծել արդյունավետ թիմ եւ այդ թիմով գնալ առաջ։ Այնքան ժամանակ, քանի դեռ մեր հասարակությունը այդ պատրանքների գլխավոր սպառողն է լինելու, ասենք, հեսա մենք հենց ուղղվենք Ամերիկայի կողմ, ամերիկան գործի կդնի Վիլսոնի, Վուդրո Վիլսոնի այդ
բանը իրավարար վճիռը եւ այդ քարտեզով մեզ Հայաստան կնվիրի կխաղացնի քանդի Թուրքիան մի հեքիաթ է դա մյուս հեքիաթն է որ բանա ռուսները միջև վերջ մեզ պաշտպանելու են եւ այլն այսօր մի հեքիաթ է որը այսինքն հիմա բավականին խնդիրներ ունեցել բայց ոչ նրան էր պետք հավատալ ոչ նրան էր պետք էր հավատալ որ պետությունները ունեն իրենց շահերը եւ համագործակցում են այդ պետության այդ շահերի շրջանակներում իսկ մենք պետք է հասկանանք որ ոչ մեկի վրա հույս չի կարող դնել մեր ճակատագիրը մեր ձեռքում է մենք պետք է ապահովենք մեր խնդիրները հաշվելով մեր ռեսուրսները այդ դա չարեցինք դրա համար ընկանք այս վիճակի մեջ հիմա պետք է վերադարձ ամենակարևոր բանն է պետք է վերադարձ դեպի իրատեսություն եւ ստրատեգիական պլանավորում շատ բարձ է սա է պետք Մանզուրաբյան դուք էլ խոսեցիք թիմի մասին քաղաքական թիմ ձևավորելու մասին հիմա երկրորդ եւ երրորդ նախագահներին նաեւ կա կոչ ընդհանրապես քաղաքականությամբ չզբաղվելու եւ այդ ճանապարհը զիջելու այլ մարդկանց երևի թե նոր ուժերին ես հիշում եմ որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ էր ասել որ եկեք մենք բոլորով երեքով հայտարենք որ չենք ձգտում իշխանության հիմա ինչ է կարծում նախ երկրորդ եւ երրորդ նախագահները պետք է ճանապարհը զիջեն ուժերի եւ այդ ուժերը կան ի վերջո նոր ուժեր կձևավորվեն թե այսպես ասած ոնց էլ նայենք էլի նախկիններն են գիտեք ես չեմ ուզում խորհրդատուի կարգավիճակ ստանձնեմ այդ երկու նախագահների համար առավելևս հաշվի առնելով որ իրենք բավականին փորձառու քաղաքական գործիչներ են որոնք երկար ճանապարհ են անցել իրենց խորհուրդ չեմ ցանկանում տալ ես կարծում եմ իրենք պետք է որոշումներ ընդունեն ես կարող եմ ասել որ Տեր-Պետրոսյանը ամենակիչը ամբիցիա ունի ինչ որ բան մասնակցելու քաղաքականության մեջ եւ գլխավոր դրդապատճառը որ մնացել է դեռ որ իրեն կառավարում է դա ցավն է իր հայրենիքի համար որ նախ իր կյանքի գործը գցեցին ջրի մեջ եւ բայց դեռ ավարտված էլ չի մենք հələ կարող ենք շատ ավելի մեծ աղետների մեջ Աստված ոչ արած է հայտնվենք եթե ասում եմ նորից չգնանք ճիշտ լուծումների այսօր ընդհանրապես պետք է հասկանանք որ մեր քաղաքական գործիչները կարծես sense մնացել են մի հատ բանում փուճուրիկ մի հատ sense խաղասենյակում որտեղ իրանց համար ամենակարևոր բաները այդ իրանց ռեյտինգներն են ընտրական վարկանիշները ինչ քայլերով կարան ընտրվեն կամ չեն հասկանում որ այդ մեր տունն է քանդվում այսինքն հիմա դրա ժամանակը չի հիմա պետք է գտնել լուծումներ եւ լուծումը գաղափարի մեջ է հասկանում եք օրինակի համար մենք անգամ առաջարկում ենք մեխանիզմ հա հաղթահարման այդ անհատական ամբիցիաները մենք ասում ենք պետք է ստեղծել այդ պլատֆորմի վրա որի մասին ես խոսեցի պետք է ստեղծել մի հատ կոլեկտիվ մի առաջնորդի այսինքն դա պետք է լինի մի կոմիտե որում ներկայացված լինեն մարդիկ առաջնորդներ ամեն մեկը իր հարազատ կլինի մեր հասարակության որևէ մի սեգմենտի համար բայց այն որ մեր հասարակության տարբեր հատվածներ իրենց լիդերին կտեսնան այդ կոլեկտիվ առաջնորդի մեջ այդ կոմիտեի մեջ թույլ կտա միավորել մեր հանրությունը գիտեք ես մի քիչ սկեպտիկորեն եմ մոտենում այն մտայնությանը որ հիմա փորձում են ասել դեպի մի հատ լիդեր լինի պետք է մի հատ sense անպայման մի հատ խարիզմատիկ առաջնորդ լինի որի շուրջ պետք է բոլորը համախմբվեն բան հիմա կներեք կյանքը միշտ չի տալիս նման լիդերներ հա մի անգամ 2008 թվին էր որ անվիճելի ֆիգուր էր ասենք առաջին նախագահը այդ նույն բանը ինչ որ ժամանակ հետո 2021 թվին Քոչարյանը կրկնեց բայց այդպեսի անվիճելի համախմբան կենտրոնների բանը ոնց որ սպառվել է այդ պաշարը սպառվել է բայց չի նշանակում որ մենք պետք է արդեն համարենք ավարտված հա մեր քաղաքական պատմությունը եւ համարենք որ այլևս ոչ ման հնարավոր չի անել
Այդ դեպքերի համար է այն ինչ որ մենք առաջարկում ենք, հա, կոլեկտիվ լիդեր լինի, ընդ որում ի սկզբանե պետք է բոլորը ընդունեն, որ թե ով ի վերջո կդառնա երկրի ղեկավար, դա կորոշի կյանքը, դա կորոշի այդ կոմիտեի կողմից տարվող պայքարը, այդ կոմիտեի ներսում կատարվող աշխատանքի արդյունքները, ժողովրդի կողմից համակրանքը այդ կոմիտեի տարբեր անդամների նկատմամբ։ Այսպես է պետք բանը, կյանքը պետք է որոշի։ Ասենք, այդ սխալ բան է մտել մեր քաղաքական, այսպես ասած, պոլիտեխնոլոգների մեջ, որ ինչ որ մեկին ուղղակի դատելով կողքից նրա որակների մասին, ասենք հավասարակշռված է, խելացի է, խարիզմատիկ է, էս է, այնպես կարելի է բռնել ու նշանակել լիդեր ու իր շուրջ համախմբել։ Դա հեքիաթ է, պես բան չի լինելու։ Չի լինելու, մենք այն վիճակում չենք։ Չկա տենց մարդ, որ լիներ վաղուց արդեն ի հայտ եկած կլներ, չկա տենց մարդ, որին հիմա մենք կարանք բռնենք, նշանակենք լիդեր։ Ընդ որում եթե անգամ տենց բան անենք, ինչ որ մեկին բռնենք, նշանակենք լիդեր, համարյա 99%-ով սխալված կլինենք, որովհետև կստացվի, որ մենք մի հատ ինչ որ մարդ ենք ընտրում, որը ստուգված չի քաղաքական պայքարի բովով երկարատև, ստուգված չի իր կառավարական կարողություններով, իր հավասարակշռությամբ, բանակցելու կարողությամբ, ստուգված չի։ Մինչդեռ եթե ստեղծվի, ասենք, որ 88-ին շարժման, կառավարման մոդելի նման մի բան, որտեղ ինքը կյանքը որոշեց, հա, թելադրեց ժողովրդի համակրանքները, այդ ընթացիկ որոշումները եւ այլն, շատ պարզ դարձրեցին բոլորի համար, ով է լիդերը, ով կարող է լինի լիդեր։ Այս նույն բանը պետք է արվի։ Այսինքն Հայաստանի նոր լիդերը պետք է քննություն հանձնի սեփական ժողովրդին, պատմությանը, որոշակի process-ի արդյունքում։ Եվ այդտեղից նոր պարզ կլինի, թե ով է այդ լիդերը։ Բոլոր ամբիցիա ունեցողները, բայց որոնք ընդունում են այս գաղափարները, պետք է գան այդ գործին լծվեն, այս մտայնությամբ, որ գնում ենք, հա, նույն գործն ենք անում, փորձում ենք միասին աշխատել, հետո երևում է ով է դառնում այդ լիդերը։ Գիտեք ինչ եղավ, ասենք նույն Ղարաբաղ կոմիտեի պատմությունը։ Ղարաբաղ կոմիտեն 1990 թվականին ինչ որ իմաստով իր համար էլ անսպասելի վերցրեց իշխանությունը Հայաստանում, որտեղ ուներ համաժողովրդական մի մեծ վստահություն։ Եվ պարզվեց, որ պետք է ինչ որ մեկը պետք է դառնա Գերագույն խորհրդի նախագահ։ Իսկ Գերագույն խորհրդի նախագահը հայկական սովետական սոցիալիստական հանրապետության այն ժամանակվա խորհրդային կարգերով եւ համացան պետք է դառնում էր լիդերը, առաջնորդը երկրի։ Հիմա պետք է ընտրել ով է այդ մարդը, բայց իրենք չունեին այդ ընտրությունը։ Եվ ահա այն ժամանակ իշխանության եկած հայոց համազգային շարժումը այդ մանդատը տալիս է Ղարաբաղ կոմիտեին։ 11 մարդուն, որոնք 88-ից սկսած ղեկավարել են այդ ամբողջ շարժումը։ Գնում են 8 հոգի էր հավաքվել, 3-ը կամ հիվանդ էին կամ բացակայում ներքից, 8 հոգին հավաքվում են եւ պարզվում է, որ կա երկու տեխնացու առաջադրվում, Վազգեն Մանուկյան եւ Լևոն Տեր-Պետրոսյան։ Քվեարկություն է գնում, Վազգեն Մանուկյանի օգտին քվեարկում է Դավիթ Վարդանյանն ու Աշոտ Մանչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկում է Բաբկեն Արաքսյանը, Վանո Սիրադեղյանը, Սամվել Գևորգյանը եւ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը։ Եվ այդպես 4-2 հաշվով, ասենք, Տեր-Պետրոսյանը հաղթում է եւ ընտրվում է լիդեր։ Ինչու՞։ Որովհետեւ այդ մարդիկ նույն Վազգեն Մանուկյանը չէ, որպես տեխնացու առաջադրվեց, որովհետեւ կար այդ պատկերացումը եւ ժողովրդի հարգանքը եւ կար կոմիտեականների մեջ այդ պատկերացումը, որ այս մարդը ունի ստրատեգիական մտածողություն։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, կյանքով որոշվեց այդ հարցը։ Ոչ ոք չի ինչ որ կուլիսների հետևում, հա, տենց որոշել, որ արա եկեք այս տղեն ոնց որ լավ տղա է, եկեք իրան դնենք բանի այս պետության ղեկավար կամ դարձնենք մեր պետության առաջնորդ։ Դա ամենակործարար ճանապարհն է։ Հայաստանի նոր առաջնորդը պետք է հանձնի այս քննությունը
ժողովրդի առաջ, քաղաքական գործընթացների առաջ, պատմության առաջ եւ դրանից հետո նոր արժանանա առաջնորդ դառնալու պատվին եւ մեծագույն պատասխանատվությանը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես ձեզ շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, ես զրուցում էի Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ կհանդիպենք։